Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դպրոցում գիրք կարդալու հատուկ չափաբաժին ուներ։ Իմ օրական նորման եղել է 300 էջ 5-րդ դասարանից։ 4 տարի առաջ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ակնարկեց, որ գրքերի հետ այդքան շատ գլուխ դնելու կարիք չկա։ Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։ Մեր համաքաղաքացիներն առ այսօր իրենց մաշկի վրա զգում են խորհրդարանի նախկին խոսնակի եւ գործող վարչապետի արտահայտության հետևանքները։ Չէ, ասե այդքան խելացի է։ Մեր կառավարությունը մեր իշխանությունը չունենալով էլ գիտելիք, մեկը իշխանություն է մնում։ Բացարձակ գիտելիքներ չունեն երկիրը ղեկավարելու համար։ Հարցման մասնակցած երևանցիներից յուրաքանչյուրը մեկ բուհ ավարտել էր կամ դեռ սովորում է բուհում, երբեմն չգիտեն, թե սովորելու իմաստը որն է։ Քույրս աշխատում։ Հեշտ է գտել աշխատանքը։ Ծանոթով։ Առանց սովորել է հնարավոր աշխատանք գտնել Հայաստանում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիտելիքի օրվա առիթով այսօր այցելել էր Մասիսի նորակառույց ավագ դպրոց, անչափ շատ են փուչիկները եւ պար եղանակը։ Հովիկ Աբրահամյանն առիթ ունեցավ հայերեն ասելու հետեւյալը. Ապագայում ավելի ենք ունենալու մենք գիտելիքահենք տնտեսություն։ Փոխարենը Վարդաշենում վարչապետը նկատեց, որ իշխանությունը կարևորում է կրթությունը, օրինակ ծառայեց երեխաներին տառերը գիտի։ Ո՞վ է ասում, ասեք։ Վարչապետը վստահեցրեց, որ հայերս ուսումնատեն ժողովուրդ ենք, ժողովուրդը դարձյալ համաձայն է Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս ժողովուրդն էլ արժանի է իր ղեկավարությանը, ոչինչ չեն անում, որ հասնեն իրենց նպատակին։ Ու ժողովուրդը պետք է խելքի գա, հասկանա, որ դրանք սուտ մարդիկ են։